Նաև շատ է գալիս այս մեսիջները, որտեղ ընդհանուր մանդատ է պետք եւ այլն փոփոխություն անելու համար վարչապետ փոխելու լավ։ Օրինակ, հիմա ԿՊ-ականներն էլ այսպեսի տրամադրություն կա, որ կյանքը ցույց է տվել, որ ընդդիմադիրների շարքերից են, օրինակ, դուրս գալիս, դառնում անկախ падգամավոր եւ հետո քվեարկում իշխանության օգտին։ Օրինակ, եթե դուք մանդատները վերցնեք գնաք, համարելով որ չունի սահմանադրական մեծամասնություն, դուք վստահ եք, որ ձեր թիմակիցներից չեն միանա իշխող կուսակցությանը եւ չեն քվեարկի իրենց նախագծերի օգտին։ Դուք վստահ եք, որ ձեր կազմակերպությունում չկան արտագաղթողներ։ Իրենք են միանալու մեզ։ Ինչ ասեմ ձեզ։ Լավ, վստահ եք, որ ձեր թիմում Գեղամ Նազարյաններ եւ Իշխան Զաքարյաններ չեն ծնվի, չեն հայտնվի։ Ուղիղ ասենք։ Այո։ Նույնիսկ եթե հայտնվեն, դա իրեն չի օգնել։ Բայց կողքնի զուտ թվաբանություն։ Ոչ մեկ չի կարող մանդատը նրանցից վերցնել։ Իրենք դուք չեք ինչ տեսակ, օրինակ Փաշինյանը պահանջում էր Աղազարյանը մանդատը վայր դնել, չդրեց։ Ուզում եմ ասել, մարդը կարող է պաշտպանել մանդատը մինչև վերջ։ Եվ միանալ ԿՊ-ին։ Դուք ձեր ցուցակի նկատմամբ ունեք վստահություն։ Չեն միանալու ԿՊ-ին, ունենք վստահություն։ Ամբողջ ցուցակի համար քանի օգներ, 200 քանի օգներ չեք կարծում։ Ամբողջ ցուցակի վրա, այսինքն կոպիտ ասած վստահ եք, որ կռիվներ չեն հայտնվի, առնետաբազք չի լինի։ Դե հիմա կարևորը падգամավորներն են, վստահ ենք, որ չեն հայտնվի։ Պարոն Կարապետյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովից ինչ ունենք ակնկալելու եւ սահմանադրական դատարան դիմելու գործընթացը ինչպես։ Դե մենք միշտ ակնկալում ենք արտարություն, բայց համոզվում ենք, որ չկա արտարություն, դրա համար գնում ենք հաջորդ քայլին, նորից ակնկալում ենք արտարություն, շատ լավ առաջարկ արեցի այսօր, եթե ինք այդքան վստահ որ հաղթել է, կարող ենք մի հատ էլ ապացուցենք երկրորդ փուլով, քանի որ ինքը բոլոր դեպքերում այսքան ապօրինություններից հետո չի կարող լինել լեգիտիմ իշխանություն, իսկ Հայաստանը չունենալով լեգիտիմ իշխանություն, միայն կբացի դարպասները, նորից ասեմ, ադրբեջանցիների համար, դրա համար ես խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել այդ հարցում, եթե իրենք վստահ են, որ հաղթել են, ոչ մի խնդիր չկա, մեկ ամսվա ընթացքում կազմակերպենք երկրորդ փուլ, մենք համաձայն ենք նոր ընտրություններ, եթե ոչ երկրորդ փուլ։ Պարոն Կարապետյան, այդ սցենարները ենթադրենք ոնց է լինելու դա։ Դա առաջի երկրորդ, հա։ Իսկ պարոն Կարապետյան, ենթադրենք դրանք չեն լինելու։ Ձեր ասած քիչ առաջ այստեղ միջև նիստի մտնել է, որ ասացիք այդ, այսինքն այդ 1.5 միլիոն ընտրողը մեզ խաբեցին, Փաշինյանին օգնեցին, սա մի քիչ ընթերցումների տեղիք տվեց, անկպականները չհարկում են, ասում են, միլիոն ընտրողները։ Դուք այստեղ ասացիք, որ հարցին լրագրողի հարցինի պատասխան, որ այդ 1.5 միլիոնը այսինքն մեծ մասնակցությունը փաստորեն ձեզ չօգնեց, մեծ մասնակցությունը մեզ չօգնեց։ Դուք ասում եք, որ փաստորեն ձեզ խաբեցին, այդ դա ինչ նկատի ունեք, որտեղ շահարկում են արդեն խաբեցին, մենք խաբվեցինք դրան։ Դուք սխալ հաշվարկ եք արել։ մտած էր արդեն Ձեր ակնկալիքները չիրականացան, հա, նկատի ունեք։ Ձեր սպասելիքները չիրականացան այդ առումով։ Սպասելիքները չիրականացան այդ առումով, իրենց հնարավորություն տվեց, իրենց սև գործը անել։ Լավ, պարոն Կարապետյան, հիմա եթե ձեր ասած սցենարները չի լինում, հիմա եթե ձեր ասած սցենարները չի լինում, վերադառնում են Դա հենց ամեն ինչը ապացուցում, որ մեծ ընտրության ժամանակ իրենք մեծ հնարավորություն ստացան խախտումներ անելու։ Պարոն Կարապետյան, ենթադրենք ձեր պայմանները, հիմա չգիտեմ կլինի թե չէ, ենթադրենք չի լինում, արտահերթ ընտրություններ չեն լինում, դուք որպես խորհրդանական ամենամեծ ընդդիմադիր ուժի լիդեր, ձեր թիմը գնում է խորհրդարան, դուք շարունակել եք բնականon գնալու ենք առաջ, գնահատելու ենք, հիմա դե ասեցինք, դիմում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետո կդիմենք սահմանադրական դատարան, հաջորդ քայլը կգնահատենք, որ քայլը արագ
կերացնի Փաշինյանին, այդ քայլով էլ գնալու ենք։ Ստացվեց դուք ամբողջ ընթացքում մարդկանց պատրաստեցիք հաղթանակի ձեր ընտրողներին կամ ավելի ճիշտ ոչ թե ձեր ընտրողներին, այլ Փաշինյանից դժգոհ հասարակությանը պատրաստում եք հաղթանակի, չէիք ուզում լսել պարտության մասին հարցեր եւ ստացվում է դուք խորհրդարան եք գնալու որպես ընդդիմադիր ուժի լիդեր, ինչին պատրաստ Բայց չեք։ դուք ուզեիք, որ մենք ասենք մենք գնում ենք, բայց պարտվելու ենք։ Դե օրինակ կար օրինակ Ռոբերտ Քոչարյանի նախկին ընտրությունների մասից հաղթելու ենք, հետո չասած ավելի զգուշավոր էր։ Ավել մենք գնահատում ենք մեր շանսերը։ Շատ մեծ էին բոլոր հարցումներով։ Մենք տեսնում էինք, որ մենք հաղթում ենք, դրա համար մենք վստահ ենք։ Իսկ իրենք գողացան հաղթանակը։ Այդքան բան։ Պարոն Կարապետյան, եթե երկրորդ փուլ լինի, վարչապետի թեկնածու նորից դուք եք լինելու։ Իհարկե։ Պարոն Կարապետյան, լավ, այս զարգացումները ինչ ցույց տվեցին, դուք չեք մտափոխվել քաղաքականություն մտնելու համար։ Գիտեք ոնց, ես ասել եմ, դա իմ երազանքը չի եղել, բայց հիմա մեր հայրենիքի համար այս օրհասական պահին, երբ ամբողջությամբ միակողմանի հանձնվողական քաղաքականություն է, համատարած աղքատություն է, ես իրավունք չունեմ ուրիշ բանի մասին մտածել, այս անգամ անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը դնենք զարգացման ճանապարհին։ Քաղաքականության մեջ եք մնալու, այդպես ռադիկալ Անպայման մնալու ենք չեն լինի ճիշտ դիրքերից, եթե մենք գնայինք ռադիկալ դիրքեր, մենք հիմա հաղթանակ կունենայինք։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն էլ հանրային եթերում հայտարարել։ բայց դուք արմատական ընդդիմություն եք այդ նկատի ունենում։ Հերընտրության արդյունքներ չկան, էլի գործընկերներ։ Մի փոքր համբեր։ Մենք հայտարարենք, որ Դուրս է գալիս փողոց, հա։ Պարոն Կարապետյան, Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն էլ հանրային եթերում հայտարարում էր, որ դուք դեռ երկար եք հնալու Հայաստանում, նկատի ունենալով, որ այն միակ ճիշտ բանը, որ Փաշինյանը ասել է, դա է։ Բայց ձեզ բան տեղարկում, պարոն Կարապետյան, ձեզ Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, արդեն Գագիկ Ծառուկյանին սկսել է փաստացի, ասել է ու անելու եմ իր Ես ասել եմ, արտահայտությունը։ լուրջ մի ընդունեք։ ԿՊ-ի 90% արդեն իրեն լուրջ չի ընդունում, մնացել են լրագրողներ։ Սարին տարած փակել։ Իսկապես կապը որ պետք է լուրջ ընդունել իրան։ Հաղթանակը տարիքն կամ Ասա որ մեր երկիրը արդեն իր Պաուշի մարզը 40% աղքատություն ունի, հասավ դրան, ինչի է ասում։ Բայց գնաց իրենցին, Սյունիքում ընտրեցին։ Դուք սպասում եք այս արդյունքները, դուք իսկապես 50+ հաղթանակի եք սպասում։ Անպայման։ Ադրբեջանի Ում մոտ է։ Ազնվության մոտ է։ Ադրբեջանի դրոշի ներքո գտնվող մարդիկ, որ Չէին խապում, իրենք մեզ խապեցին բոլորին, ժողովրդին։ Պարոն Կարապետյան, բայց ներքին հանդում մյուս տեղերում Ադրբեջանի դրոշի ներքո բնակվող մարդիկ գնացին իրենց այն տվեցին։ Եթե Այստեղ ընդունությունը ամիսներ շարունակ վախի մթնոլորտ մտնում ես մարդկանց մեջ, եթե ձերբակալում ես բոլոր ակտիվիստներին, բոլորին, բոլոր կուսակցություններից, մենք ինչ գիտենք, ինչ կանեն ընտրել իրեն։ կարող է ժողովուրդը սիրում է իսկապես այդ մարդուն։ Չեք մտածել այդ Արդեն դուք պատասխանեք։ Չվիրում եք այդ մարդուն։ Ես ԿՊ-ի առաջի 20 համարին հարցրեք, սիրում են այդ մարդուն։ Պարոն Կարապետյան, Նույնիսկ մեզ մի հարցրեք, իրենց հարցրեք։ մի բան էլ հարցնեմ ուղղ։ Տեսեք, այնուամենայնիվ երբ ընդդիմադիրների ձայները ունենալու, օտոմատիկորական պատկերացնել հարուսանի համախմբումը, եթե ամբիցիաներից մարդիկ վեր ունեն եւ հաջողվել մեկ ճակատով գնալ, ցած հնարավոր Ուրախ համախմբում։ Դուք այստեղ օրինակ կան բաներ, որ դուք եք նայում հետևություն եք անում, որ ուրիշ կերպ պետք է Ոչ, մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, իրենք պետք է հետևություն անեն, չգերագնահատեն, կամ էլ ուրիշ իրենքով այդ մյուս ընդդիմադիրները փոքր ձայն հավաք, քիչ ձայն հավաքող ուժերը։ Պետք է իրենք ճիշտ գնահատական տան, իրենց քայլերին, իրենց արածներին։ Այդ իրենք չվառեն ձայները, հիմա կունենային ուրիշ արդյունք։ Այսինքն եթե չարչադրվեին, հաստատ կհաղթեին։ Նրանք ձեր ձայները։ Արման Բաբաջանյանից 2-3 օր
ովքեր 1%-ի շեմը չեն անցում, իհարկե բոլորը մեր ձայնն են։ Շնորհակալություն։ Գուրգեն Սիմոնյան մյուսներն են։ Բոլորը մեր ձայնն են։ Բայց իրանք հակառուսական ձայներ են եղել